Ըստ ձեզ Բենթլիով կառավարական շենք եկած նավասարդ arczepiskopos Կճոյանը ինչպես կարող է դրական ներդրում ունենալ եկեղեցին բարեփոխելու հարցում, որ օրինակ հոգևորականները ապօրինի չհարստանան, հետո ապօրինի հարստացման գործերով չանցնեն։ Այդ շատ հետաքրքիր է հասկանալ, պարոն Կճոյանը ինչ ներդրում կարող է ունենալ։ Պարոն Կճոյանը անկախ ամեն ինչից իր այս դիրքավորմամբ իր ներդրումն ապահովեց։ Հետո ինչ ներդրում կարող է ունենալ, ես չեմ կարող ասել, որովհետև նրա կարողություններից տեղյակ չեմ ճանաչում։ Իհարկե, ինչ վերաբերում է Բենթլիին, դրա մասին մենք դեռ մինչև հեղափոխությունն ենք խոսել։ Ինչ վերաբերում է ապօրինի հարստանալու, ապա դա այսպես ասենք, պետության օրակարգի մաս է եւ անկախ նրանից, թե ապօրինի հարստացողը հոգեվորական է, թե չհոգեվորական, ամենը պետության ուշադրության առարկա պետք է Պարզապես ըստ գլխավոր դատախազության նա հենց այդպիսինն է։ Ինչպիսինն է։ Ապօրինի հարստացած ըստ գլխավոր դատախազության։ Դա գլխավոր դատախազին հասցեագրված հարց է եւ դրա համար կա օրենք, այդ օրենքի առաջ էլ հավասար են բոլոր։ Ես այստեղ ավելացնելու բան չունեմ։